Նրան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենը Փաստորեն Փաշինյանի անմիջական ցուցումով հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին ու շահամալիր այցելության ժամանակ նվիրել է Արցախի հիմնախնդրին նվիրված գիրք։ Այս տեղեկությունը կարելի ասել հայ հանրությունը չի մարսում եւ կարիք եղավ անգամ անհրաժեշտություն տեսավ Փաշինյանը այսօր նաեւ ուղիղ եթերում փորձել կրկին մեկնաբանել, թե ինչ է նշանակում խոսել Արցախի խնդրի մասին, խոսել արցախցիների վերադարձի մասին եւ նա մասնավորապես ասում է, որ ցանկացած նման անդրադարձ Արցախի խնդրին, արցախցիների վերադարձի իրավունքին, սա նշանակում է պատերազմի հրահրում, ինչ որ փուլում, այսինքն այդպիսի հայտարարությունները ինչ որ փուլում բերելու են, հանգեցնելու են պատերազմի եւ ասում է վաղ թե ուշ այս առաջիկա ընտրություններով քաղաքացին պետք է հստակ ընտրություն կատարի, ինքը կանգնելու է խաղաղության կուսակցության կողքին իդեմս իրենց քաղաքացիական պայմանագրի, թե կանգնելու է պատերազմի կուսակցության կողքին իդեմս մնացած բոլոր կուսակցությունների, որովհետև ասում է մենք միակ կուսակցությունն ենք, որը եւ ասում է, որ Ղարաբաղյան այդ խնդիրը շարժումը չի շարունակելու, անկախության հռչակագրին էլ հղում չի անելու սահմանադրության նոր տեքստում։ Ինչ կարող է հրահրումը պատերազմ։ Էլ ոնց եղավ, որ ինքը խաղաղության կուսակցությունը Չէ, ինչպես է հրահրում պատերազմ։ Փաշինյանի ճանաչելով, ցեղասպանությունը ուրանալով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ռեզերվային միջոց համարելով, կադաստրի թուղթ պահանջելով մի կառույցից, որի ճակատագիրը դեռ անհայտ է, եւ ահաբեկելով սեփական հանրությանը պատերազմով, հող է նախապատրաստում պատերազմի։ Հրահրում է պատերազմ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է հրահրում պատերազմ, իմիջայլոց ես ասեմ։ Հիշում եք, որ 2018 թվականին հանրահավաքներին ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, գնաց Ստեփանակերտ ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ։ 2020 թվականի ամռանը Տավուշի բարձրունքներում ռազմական օպերացիաներ իրականացրեց, հայտարարեց, որ 0 կետից է սկսում։ Ինչ եղավ։ Պատերազմ։ Տրամաբանորեն տարբեր են Արցախ Հայաստանը եւ վերջ պահանջը եւ ասել, որ մենք չենք շարունակելու Տրամաբանորեն դա լրիվ նույն բանն է։ Նույն բանն է, որտեղ Արցախը Հայաստանի Հանրապետության անվտանգային բաղադրիչի անկապտելի մասն է, եթե դու Արցախը բռնազավթած թշնամուն ներում ես Արցախը, կորցնելու ես Սյունիքը։ Աքսիոմա է։ Սա պատերազմի ուղիղ սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը նման դիրքավորումով եւ հայտարարություններով։ Իսկ ցեղասպանության ինստիտուտի տնօրենին այդ պատրվակով հեռացնելը սա ազգային խայտառակություն է։ Ազգային խայտառակություն եւ ի հիշեցում բոլորին երեք երեկոյան ես ընթերցեցի Ռաֆայել Լեմկինի անվան ինստիտուտի զեկույցը առ այն, որ նրանք նշում են, որ Իլհամ Ալիևը ցեղասպանություն իրագործած առաջնորդ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր այս հայտարարություններով ցեղասպանություն գործած առաջնորդին հրահրում է Սյունիքի նկատմամբ գործողություններ անելուն։ Այո, այս ընտրությունը պատերազմ ցանկացողի եւ խաղաղություն ցանկացողի միջև ընտրություն է, բայց պատերազմ ցանկացողը այն կողմը չի, որը որ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, նրա սադրիչ քաղաքականությունն է, սանձազերծում, ագրեսիվ քաղաքականություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամիների կողմից։ Պարոն Սիմոնյան, եթե այդ քաղաքական ուժը կամ իշխանությունը չի խոսում, այսինքն բավարարում է թշնամու պահանջները, սա բերելու է պատերազմի։ Բա ինչ է անելու։ Որտեվ բավարարելու է միջև որ պահը, միջև այն պահը, երբ որ արդեն թշնամին տրորելու է ձեր թթվածնի խողովակը, նրանից հետո ասելու ես ոտդ քաշի, չէ։ Իսկ նա արդեն կացնով պարանոցիդ վերևը կանգնած է լինելու, ոտն է քաշելու, թե կացինն է իջեցնելու։ Սա պատերազմի սանձազերծման երկրորդ ակտն եմ ես տեսնում, ռիսկերը առերևույթ են։ Պատմությունը բազմաթիվ նմանատիպ դրսևորումներ ունի, երբ որ թշնամու առավելապաշտական մոտեցումները հագուրդ տալով եւ չպաշտպանելով սեփական ազգային անվտանգությունը, չկառուցակարգելով պետական կառավարման համակարգը եւ կադրային հնարավորությունները, երկրների առաջնորդները սանձազերծել են պատերազմ, դարձնելով իրենց երկրները գայթակղիչ
հարձակվողի համար։ Վառ օրինակը 20-րդ դարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենի քաղաքականությունն էր։ Ինչ տեղի ունեցավ։ Հիտլերը պատերազմ հայտարարեց Անգլիային։ Ահա թե ով է իրական պատերազմ սանձազերծող քաղաքական ուժը։ Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի։ Պարոն Սիմոնյան, Ցեղասպանության Թանգարան ինստիտուտին պաշտոնից կամ աշխատանքից հեռացնելը նաև այլ ենթատեքստով ներկայացրեց երեք վարչապետը, ասում է, եթե կառավարությունը վարում է մի քաղաքականություն, այդպիսի կատեգորիայի կամ պաշտոն զբաղեցնող մարդը չի կարող այլ քաղաքականություն վարել։ Չի կարող տարբերվող քաղաքականություն վարել կենտրոնական իշխանություններից։ Ուրեմն դուք բռնապետ եք, պարոն։ Բա այլակարծությունը, բա ակադեմիական ազատությունը ուր մնաց, պարոն բռնապետ, եթե դուք բռնապետ եք ձեզ հռչակում։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ընթերցել Ջորջ Օրուել, բայց այս անգամ ոչ թե Անասնա Ֆերման, այլ 1984-ը։ Ինչ իրավունք ունես ակադեմիական տարակարծությունն ու բազմակարծությունը ճնշելու։ Քո քաղաքական ուղին պրոկրուստյան մահիճ չի Հայաստանի Հանրապետության ակադեմիական շրջանակներում, այդ թվում նաև պետական կառավարման համակարգի համար։ Պրոկրուստյան մահիճը գիտեն որն է։ Հին հունական մի պրոկրուստ անունով հանցագործ կար, որ քարե մահիճ ուներ։ Բոլոր իր զոհերին տեղավորում էր այդ մահիճի վրա։ Նրանք, ովքեր որ կարճ էին, ոտքերը ձգում էր կամ պարանոցներ ձգում, այսինքն սպանում էր։ Նրանք, ովքեր երկար էին, հատում էր, ոտքերն էր հատում կամ գլուխն էր կտրում։ Հիմա դու պրոկրուստյան մահիճ ես հաստատել Հայաստանի Հանրապետությունում եւ ուզում ես ստանդարտի բերել հանրային բազմակարծության շերտը Եվ միաժամանակ խոսել ժողովրդավարության։ Եվ միաժամանակ խոսել նրանից, որ դու խաղաղություն ես բերում։ Սա պատերազմի սանձազերծման ուղիղ դրսևորում է իմ կարծիքով։ Ինչ է իմ բազմակարծությունն էլ պետք է ճնշեք։ Հիմա էլ քաղաքական ռեպրեսիաներ պետք է անեք։ Բա դուք ձեզ ժողովրդավար չեք հռչակել։ Ժողովրդավարության բաստիոն չեք։ Սա ինչ բուտաֆորիա է։ Պարոն Սիմոնյան, Փաշինյանն ասում է, պատերազմի կուսակցությունները գործում են Գարեգին Բ-ի առաջնորդությամբ։ Այդ կուսակցությունների գլխավերևում կանգնած է Գարեգին Բ-ն։ Հիմա ձեր քաղաքական ուժը խոսելու է Արցախյան հիմնախնդրից։ Մեր քաղաքական ուժի վերևը Գարեգին Բ-ն կանգնած չի։ Ես ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը որն է այդ հարցերում, նաև անկախության հռչակագրին հղման մասով, եւ ինչպես կհակադարձեք այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի, երբ ասում է մնացած բոլոր կուսակցությունները իրեն Գարեգին Բ-ի Եթե Նիկոլ Փաշինյանը ասել է, որ շնորհապետական կուսակցությունը Գարեգին Բ-ի ենթակայության տակ է, ապա սուտ է խոսել։ Չէ, այդպես չի ասել, ուղիղ չի ասել, թվարկել է Լևոն Տեր-Պետրոսյան, եւ մնացած բոլորը։ Ես ինչ կապ ունեմ նրանց հետ։ Նրանց կանչեք ստեղ, հրավիրեք, հարցը տվեք։ Չէ, որովհետեւ ասում է մնացած բոլորը, դրա համար եմ հարցնում։ Մնացած ուրեմն խափում է մնացած բոլորը, եթե մեզ էլ են բոլորի հետ միացնում, ուրեմն ստախոսի մեկն է։ Ես չեմ լսել ինչ է ասել։ Եթե մեզ միացնում է բոլորի հետ, ուրեմն ստախոս է։ Այն ինչ որ ժողովուրդը քանիցս մեղադրել է քրոնիկ ստախոսության մեջ։ Մեր վերևը որևէ մեկը չկա։ Մենք գործում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրության ներքո միայն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքականության հիմքի վրա։ Մեր վերևը որևէ մեկը չկա։ Եվ մենք պատերազմ չենք սանձազերծում ոմանց նման, այն էլ երկրորդ անգամ։ Մենք քարոզում ենք խաղաղություն եւ խաղաղության ճանապարհը հետեւյալ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զորեղ դիմակայուն պետություն, որտեղ միայն այդպես է հնարավոր խաղաղ ապրել, այլ տարբերակ չկա։ Ես հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Մենք պետք է դառնանք զորեղ, ուժեղ պետություն եւ դրանից հետո նոր մեզ թույլ տանք անկախության հռչակագրին հղում անել թե չանել, թե ամեն դեպքում հիմա այս ընտրական process-ում դուք չեք խուսափի խոսելու Արցախյան խնդրից, արցախցիների վերադարձի իրավունքից, անկախության հռչակագրից։ Մենք վերադարձի իրավունքի փոխարեն ավելի ընդարձակ բան ենք ասում Արցախի մեր հայրենակիցների բնական իրավունքների պաշտպանություն։ Մենք խոսում ենք, որ անկախության հռչակագրին ով մատով դիպավ, կազմաքանդում է հայկական պետականության հիմքերը։ Անկախության հռչակագիրը սահմանադրած տեքստ փաստաթուղթ է եւ անբեկանելի։ Անբեկանելի։
Հետևաբար անկախության հռչակագիրը այսպես թե այնպես պետք է անձեռնմխելի լինի, Սահմանադրությունը պետք է բարեփոխի նկատի ունենալով անկախության հռչակագրի բոլոր դրույթները, եւ Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ պետք է զորեղանա, ոչ թե 7 տարի ոչ մի բան չանեք, հետո կանգնեք մուրակ ձայներ, քվեներ, խեղկատակություններ անելով եւ զրպարտելով առողջ ընդդիմությանը։ Այդպես հարցերը չեն լուծվում, աշխատանքով է հարցերը լուծվում։ Պետք չի գնալ Եվրոպա, մեղադրել, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիություն չի կարող գնալ, որտեղ Վրաստանում խնդիրներ կան։ Դա լուրջ չի։ Անցում արեցիք, եթե արեցիք ձեր դիտարկումները, որոնք պետք չի ժետոն Հայաստանի Հանրապետության մի մասի կտրվածքով դաջել դոշին, գնալ Եվրոպա եւ կադաստրի թղթերի մասին խոսել այն պարագայում, երբ որ աշխարհը կանգնած է 3-րդ համաշխարհայինի շեմին։ Դուք չեք տեսնում աշխարհում ինչ է կատարվում, այդ կադաստրի վկայականը ձեզ ով է տալու, ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի ճակատագրի վերաբերյալ դուք վստահ եք։ ՄԱԿ-ի ճակատագրի վերաբերյալ 100% երաշխիք տալիս ես եղբայր։ ՄԱԿ-ը հələ չգիտենք ոնց է փոխվելու։ Բա Թրամփի հետ համահիմնադիր եք այնտեղ ինչ որ կառույց կար, թե Թրամփի հետ արդեն խնդիրներ կան։ Impeachment-ի հարց է գուցե բարձրանում, նոյեմբերին կարող է չէ, կոնգրեսի ընտրություններ կա, դեմոկրատները վստահաբար մեծամասնություն են վերցնելու, դեպ անգամ ավանդաբար այն նահանգներում, որտեղ հանրապետականները միշտ գերակայել են, այսօր արդեն դեմոկրատներն են գերակայում, օրինակ Տեխասում։ Այդ դեպքում ո՞նց եք դուք, ումից եք, ով է շնորհելու այդ կադաստրը ձեզ։ Ո՞նց եք դրա տակից դուրս գալու։ Ո՞նց, որ հիմա էլ քարվաճառով, քաշաթաղով, գորիսով միջև երասխ ճանապարհ եք անհատույց տալիս, բա մենք փաստորեն միջանցքը կյանքի է կոչվում։ Ադրբեջանական միջանցքը կյանքի է կոչվում, բայց ոչ թե մեղրիով, այլ վերևով։ Ինչի համար էին ծափահարում այդպես բուռն Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի, պարոն Սիմոնյան։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ այնտեղ կարևորում էին Հայաստանի Հանրապետությունը եւ ընտրանքի եւ ալտերնատիվայի բացակայության պարագայում էական չի ով կկանգնի եւ ինչ կասի, Հայաստանի ներկայացուցիչն է։ Հայաստանը կարևոր է Եվրոպայի համար։ Պարոն Սիմոնյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ դուք հղում էիք անում սոցիոլոգիական հարցումներից ձեր ունեցած, ասում եք, որ 3-րդ տեղում եք, հիմա այդ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների արդյունքներով վստահելի քաղաքական գործիչների ցանկում ձեր ցուցանիշը 1% է, նաև կարծեմ կուսակցություններ 1%։ Հիմա ինչպես մեկնաբանեք, դուք հավատում եք այս հարցման արդյունքներին, թե Նախ ես ասեմ, ցանկացած սոցիոլոգիական հարցումներ հարաբերական են եւ դրանք ճշմարտության վերին ինստանցիան չեն։ Ես նաև իմ մեջբերումների ժամանակ դա ասեցի։ Ես առաջի անգամ հայտնվեցի վստահելի քաղաքական գործիչների տիրույթում, իսկ մեր քաղաքական ուժը, որպես ուժեղ քաղաքական ուժ, առաջընթաց ուներ, կարծեմ նրանց ցուցանիշով մենք կամ 5-րդ կամ 4-րդ տեղում էինք։ Եվ դա իրականացվել է այդ հարցումը հունվար ամսին փետրվարի սկիզբ։ Իմ հրապարակած տեղեկատվությունը, հետազոտությունը իրականացվել է փետրվար ամսին, մարտի սկիզբ։ Հետևաբար մենք բարելավում ունենք, 3-րդ տեղով էինք այն ժամանակ, հիմա էլ ավելի լավ ցուցանիշ ունենք արձանագրելու, ուղղակի միառժամանակ պետք է դիրքերը պահենք, որ հռչակենք, որ 2-րդ տեղով ընթացող ուժ ենք դարձել Հայաստանի Հանրապետությունում։ Սա պետք է գիտակցենք եւ հասկանանք, որ 1 տարեկան ուժը ահռելի մեծ աշխատանք կատարելով եւ հանրային վստահություն վաստակելով հանդերձ այսօր Հայաստանի Հանրապետությունում 1 ձեռքի մատների չափով տեղերի մեկը մենք ենք, այսինքն մենք կամաց շարժընթացով բարձրանում ենք, իսկ նախընտրական շրջանում դուք շատ լավ գիտեք, որ 10 օրվա ընթացքում իրողություն կարող է փոխվել։ Հունվար ամսին մենք առհասարակ պասիվ էինք, նախապատրաստական աշխատանքի էինք իրագործում, իսկ մեր օպոնենտները ծայրաստիճան թերացումներ դեռ չէին արձանագրել, բայց հետո ինչեր տեղի ունեցավ, ինչեր ասեցին, ինչեր եղավ։ Փետրվարին մենք ակտիվ էինք եւ շարունակաբար դեռ ապրիլ կա, մարտի կեսը հենց մենք պետք է անցնենք, ապրիլ կա, մայիս կա։ Ինչ եք կարծում, ձեզ ավելի շատ սկսում են վստահել, ձեր քաղաքական ուժին վստահել այն մարդիկ, որոնք չկողմնորոշված են, որոնք այլ ընտրանք են փնտրում, հիմնականում այդ ընտրազանգվածն է, թե նաև
Ոչ Նիկոլ միայն։ Փաշինյանից հիասթափվածները օրինակ։ Դե այդ մարդիկ, ովքեր որ հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից, չկողմնորոշված հատվածն են ներկայացնում, ոչ միայն մեր քաղաքական ուժը շատերի քաղաքական ակնկալիքները շոյող հանգամանք է։ Մենք այնպիսին ենք, ինչ որ շատ-շատերը ուզում էին տեսնեին երբևիցե Հայաստանում այդպիսիներին։ Եվ սա մեզ համար հնարավորություն է, եւ ես մի բան էլ ասեմ, որ իրականում սրտի ցավով եմ ասում։ Երկրի այս դառը իրավիճակն է նաև ստիպում, որ նոր ուժերը այսքան պոպուլյար դառնան, որտեղ մարդիկ խոճապային տրամադրություններով եւ ավելի լավ ապագայի ակնկալիքով խոշորացույցները ձեռքները իրենք են փնտրում եւ գտնում մեզ։ Իրենք են փնտրում եւ գտնում մեզ։ Ինչի համար ես իմ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ գիտակից այն անհատներին, լրագրողներին, լրատվական միջոցներին, որոնք որ անմռունչ իրենց մարտն են տանում իրանց դիրքերից Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, գործարարներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, ապրեք, որ դուք կաք ու որ ապրեցնում եք ու որ մեր բոլորի ջանքերի միջոցով Հայաստանի Հանրապետությունը պետք է կայուն մնա, կանգուն մնա, սա էլ կանցնի, կասկած չունեմ եւ մենք մեր հայրենիքը ավելի զորեղ եւ ոտքերի վրա կանգուն կտեսնենք, ես դրա կասկածը ընդհանրապես չունեմ եւ հավատում եմ դրան, որտեւ դիմադրողականություն տեսնում եմ մեր ժողովրդի մեջ, թե քաղաքծառայության ներսում, թե գիտական հանդրույթի շրջանակում, թե ծառայողական աշխատանքներ իրագործողների, տաքսի սերվիզներ են, տաքսիստներ են, թե առհասարակ խանութում առևտուր անելուց, երբ որ մարդիկ տեսնում են, ողջունում են, մեր քաղաքացիները, մեր հայ մարդիկ, ներսում թե դրսում, էական չի, մենք բոլորս դարձել ենք մեկ, անկախ մեր տարիքից, անկախ մեր սեռից, անկախ մեր կրոնական համոզմունքներից, անկախ մեր սոցիալական կարգավիճակից, ընտանեկան դրությունից, դարձել ենք մեկ։ Եվ սրա համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում եւ այս դիմադրողականության ալիքը տեսնելով ես հավատում եմ, որ մեր պատմության բազմահատորյակը դեռ շարունակվելու է, բայց անկախ կարգավիճակում։ Պարոն Սիմոնյան, ասացիք, չեք տեսնում ինչ է կատարվում աշխարհում, երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք, նկատի ունեք Իրանում պատերազմը, Իրանի վրա հարձակումները։ Ոչ միայն Ուկրաինա, Իրան, Թայվան, Վենեսուելա, ամենուր եք, արաբական երկրներ, Բուրջ Խալիֆի կողքը պայթել է ինչ-որ մի բան, ով կմտածեր։ Ով կմտածեր, այո։ Ով կմտածեր, մարդիկ գնացել են հանգստանալու, չեն կարողանում հետ գան։ Իսկ ով կմտածեր, որ Արցախը էլ հայկական չի, որևէ մեկս մեր ամենամռայլ կանխատեսումներում կամ մղզավանջներում դա կարող էինք երևակայել։ Ու գաղթի ականատես կլինի։ Գաղթի ականատես 21-րդ դարում հայրենացիդ, պատրիոտցիդ ցեղասպանություն։ Ու դուք այսքանից հետո ասում եք, որ Հայաստանի Հանրապետության վրա Դամոկլյան սրի նման վտանգ չկա կախված, եւ այդ վտանգի գլխավոր պատասխանատուները կարծում ենք ռուսն է, թուրքն է, թե ազերին, նրանք իրենց ազգային շահերն են առաջ տանում։ Այդ վտանգի գլխավոր պատասխանատուները Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանելուն կոչված պետական այրերն են, որոնք իրենց դերակատարությունը պատշաճ չեն իրագործում, եւ մեղադրանքներ ու մեղադրում են այլոց լինելով ղեկին կանգնած։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։
Առաջարկում ենք նաև թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +3 174 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հիմա Իրանի հետ կապված ինչ կարող եք ասել, քանի օր է պատերազմը ընթանում է, ինչպես կգնահատեք իրավիճակը։ Թե ԱՄՆ Իսրայել տեսանկյունից, թե Իրանի տեսանկյունից։ Ծայրաստիճան վտանգավոր։ Նախ Միացյալ Նահանգներում տրանսֆորմացիաների ներքաղաքական կերպափոխումների ալիք է մեծանում, ներքին իրողություններով պայմանավորված։ Իսրայելի գործերը եւ պլանները կարծում եմ չիրականացան, որովհետեւ գլխավոր պլանը երևի այաթոլլաների ինստիտուտի ոչնչացումն էր, գլխավոր այաթոլլային ոչնչացնելով, բայց դա տեղի չունեցավ։ Ի վերջո արաբական երկրի հետ գործ չունեն, որ երեգա ստեղծվել։ Իրանը հին քաղաքակրթություն է։ Մեր նման հին են։ Մեզանից մի քիչ երիտասարդ, բայց էլի հին են։ Անընդմեջ պետականություն են ունեցել։ Ճիշտ է, տեսակը փոխելով, մենք տեսակը չենք փոխել, դրա համար պետականազուրկ ժամանակահատվածներ ունեցել ենք, բայց միևնույն է անընդմեջ պետականություն ունեցել են կայսերական ամբիցիաներով։ Մենք մեր պատմության ընթացքում մի ժամանակաշրջան են կայսերական ամբիցիաներ ունեցել։ Եթե իհարկե հայկազունիների դինաստիայի ժամանակահատվածը չհիշատակենք Արտաշեսյանները։ Մնացածը հայ ժողովուրդը միշտ կորցրել է։ Հիմա Իրանում ֆարսի ժողովուրդը ունի իմունային այնպիսի բաղադրիչ, որ պետությունը չփլվի միանգամից։ Սա արդյոք հաշվարկված էր։ Նկատի ունենալով, թե աշխարհում ինչքան հիմարություններ են տեղի ունենում, ես արդեն ենթադրում եմ, որ ամեն ինչ չի, որ հաշվարկված էր։ Բայց նաև սա նշանակում է, որ ամեն դեպքում Իրանը թուլանալու է։
Այսի թուլացել է։ ամեն ինչից դուրս է գալու թուլացած եւ Արդեն թուլացել է, բայց պահպանել է պետականությունը եւ մարտնչում է։ Եվ նույն քաղաքականության վարումը մեր շահերի տեսանկյունից որքան Կռիվ է գնում։ Հիմա չգիտենք այս կռվի մասշտաբայնությունը, ինտենսիվությունը ինչ աստիճանի կլինի։ Համենայն դեպս պետք է արձանագրենք մի բան, որ 2025 թվականի մայիսին Իրանը կրեց ռազմավարական պարտություն։ Ռազմավարական պարտությունը, որպեսզի մարտավարական օղակի իջեցնեին, շատ հմուտ քայլ արեցին, երբ որ բողոքի ակցիաները, օրվա իշխանությունները բիրտ ուժ գործադրելով ճնշեցին, հազարավոր մարդիկ սպանեցին։ Դա առաջացրեց ներհանրային ատելություն սեփական իշխանությունների նկատմամբ։ Հաշվարկը որտեղ թուլացավ, եթե ներքին խմորումներով չփորձեցին փոխարինել այաթոլաներին, այլ արտաքին հարված հասցրեցին։ Միշտ արտաքին հարվածների ժամանակ ազնվացնում են բռնակալի իշխանությունը եւ ժողովրդին համախմբում են ընդդեմ արտաքին ագրեսորի։ Համախմբել ընդդեմ քեզ 90 միլիոնանոց հանդրությանը իսլամական արժեհամակարգի վրա խարսխված մարտնչելու պատրաստ 3 միլիոնանոց շահետների բանակ հանելու պատրաստակամություն ունեցող հանրությանը խելամիտ չի։ Կարող էին ներսից պայթեցնել, այնպես ինչպես որ Խորհրդային Միությունը արեցին։ Խորհրդային Միությունը ռազմավարական պարտություն կրեց Աֆղանստանում, որը կապիտալիզացվեց 1988 թվականի Մալթայի կոնֆերանսում Բուշավակի եւ Գորբաչովի միջոցով, որ Բերլինի պատը քանդեցին, ստրատեգիական նշանակության հրթիռները սահմանափակեցին, հետո հարցը տեղափոխեցին ներքին օրակարգ, ներսից պայթեցրեցին ԽՍՀՄ։ Բայց Իրանը ինչի տենց չարեցին։ Գնացին ուրիշ ճանապարհով, գուցե եւ Զավարուշկայա պետք ստեղծել, ով գիտի, համաշխարհային գլոբալ, որտեղ դոլարն էլ արդեն այն դոլարը չի։ Գուցե ամբողջ համաշխարհային տնտեսությունը զրոյացնելու միտում կա, ով գիտի։ Եվ այս իրավիճակում խոսել կադաստրի վկայականի մասին ու ինքն իրեն հրճակել խաղաղության օրակարգ սպասարկող ուժ, դա նույնն է, ոնց որ ճագարը մայոնեզ ու կետչուպը լցնի վրեն ու մտնի առյուծի վանդակը ու ասի ես խաղաղություն եմ հաստատում, ինձ չուտես։ Հետաքրքիր է, որ Ալիևն էլ է խոսում խաղաղությունից, ավելին ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի վրա է։ Ալիևը խոսում է, Նիկոլ Փաշինյանը քայլեր է անում։ Դա է վտանգավոր։ Դա է վտանգավոր։ Որտեղ խոսքով կերակրելը, որտեղ գործով կերակրելը, դրանք տարբեր համամասնության վտանգներ ու ռիսկեր են։ Խոսքը հաջորդ օրը կփոխես, իսկ արված գործը գնաց վերջ։ Պարոն Սիմոնյան, Հայաստանը հայտնվեց Նախիջևանի այդ ուղղությամբ արձակված հրթիռները դատապարտող երկրների ցանկում, սա եւս քննադատության առիթ դարձավ։ Դուք ինչ կարող եք ասել, հարկ կար այդպիսի դիրքավորում ունենալու Հայաստանի կողմից, երբ մի կողմում մեր դաշնակից բարեկամ Եթե դու պացիֆիստ ես, 21-րդ դարի հայկական Նևիլ Չեմբերլենն ես, առհասարակ պատերազմը ուրեմն դատապարտի, դու դատապարտեցիր Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, դատապարտեցիր Իսրայելի հարձակումը Իրանի վրա, բայց ո՞նց է որ դատապարտում ես Իրանի հարձակումը Նախիջևանի վրա։ Առհասարակ պատերազմ մի ընդունիր, եթե պացիֆիստ ես, չի կարելի կամ ընտրական հայտարարություններ անել, չի կարելի միտեղ կանգնել ժողովրդի կողքը, միտեղ չկանգնել ժողովրդի կողքը։ Եթե ժողովրդի կողքը միշտ ես կանգնած, պետք է ամենուրեք կանգնած լինես ժողովրդի կողքը։ Երկստանդարտ մոտեցումները չեն գործում, դա անկեղծ չի։ Եվ բոլորը հասկանում են, ոչ մեկ հիմար չի։ Դե բացատրությունն այն է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի խաղաղությունը լինի ամուր, կայուն եւ երկարատև։ Ուժեղացրեք զինված ուժերը, կառուցեք պետականությունը, ռուսական կոլաբորացիոնիստներին գործառնվելու հնարավորությունը բացառեք, լյուստրացիա իրականացրեք, Եվրոմիություն դիմելու հայտ ներկայացրեք, ռուսներին դուրս բերեք երկրից, ուժեղացրեք զինված ուժերը, ռազմարդյունաբերությունը ուժեղացրեք, դաշինքներ կնքեք Ֆրանսիայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ, ոչ թե նախագահի, տնտեսությունը զարգացրեք, օժանդակեք ժողովրդի հանրային կապիտալի բացազատմանը, Սփյուռքին ներգրավեք գործընթացներում, ցեղասպանության օրակարգը առաջ տարեք, ով է դեմ։ Ցեղասպանության թանգարանի տնօրենին մի հանեք գործից,
իր գիտական ակադեմիական ազատությունը դրսևորելու համար։ Ինչ գործ ունես հանում ես, լավ է արել, նվիրելա։ Հյուրա գնացել ցեղասպանության հուշահամալիր, գիտնական անձնավորություն է, ինչ կուզենար Ջորջ Օրուելի անասնաֆերման կնվիրեր։ Քեզ ինչ։ Ինչ կարիք կար այսպես ընդգծելու, այսպես Դա խայտառակություն է, արձագանքելու։ սա բռնապետության հիմքեր են, եթե կուլ տվեցինք, վաղ ավելի վատ բաներ են լինելու։ Կարող ենք այստեղ դավադրապաշտական ենթադրություններ անել։ Կարող է Ադրբեջանի մատը խարը լինել այս ամենում, Ինչի չի կարող։ որովհետև նրանք կարծես թե բացառում։ շատ մանրադիտակով են մեզ դիտարկում Չեն մեր բացառում։ Դե գործողությունները։ ուրեմն վաղը մյուսօր կարող է հրահանգի Իլհամ Ալիևը, որ մեր նման ուժերին մեկուսացնեն։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, եթե մեզ տարան մեկուսացրեցին, իմացեք Ալիևի պահանջով է, ինչ ասեմ։ Պարոն Սիմոնյան, արտաքին հետախուզության ծառայության այդ վերջին հայտարարությունը ինչպես է գնահատում, ծանոթ եք։ Չէ, ծանոթ չեմ։ Հայտարարություն է տարածվել, որ այլ երկրներում այդ երկրների հատուկ ծառայությունների անունից ներկայանում են մարդիկ հայ գործարարներին, Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց ուղղորդում են, ստիպում են միջամտել այստեղ որոշ քաղաքական ուժերի օգտին գործունեություն ծավալել։ Հիմա իշխանականները սլաքները ուղղում են դեպի Ռուսաստան գլխավորապես, դուք ինչ կարող եք ասել։ Փաստեր ունեք, փաստերը ներկայացրեք։ Եվ ինչպես կարող էին հակազդել։ Փաստեր ունեք, փաստերը ներկայացրեք, կապը հիմնավորեք, արգելեք ուժերին, նման ուժերին մասնակցելու ընտրություններին։ Փաստ ունեք, փաստը ներկայացրեք, արգելեք, կապը հիմնավորեք, որտեղ կարող է տենց մի բան սարքեն, հետո ասեն խոսքը այս ուժի մասին էր, ու այս ուժին արգելեն։ Կապը հիմնավորեք ու արգելեք այդ ուժերին մասնակցելու ընտրապայքարին, ուրեմն նրանք կոլաբորացիոնիստ են, եթե կապը կա։ Կապն է ամենակարևորը, որտեղ երբեմն կարող է, չգիտեմ, սատանան էլ նարեկացի ընթերցի, բայց դրանից ինքը սուրբ չի դառնում։ Եվ ամփոփելով, պարոն Սիմոնյան, դուք այս պահին ձեր քաղաքական ուժը ինչ process-ում է, ինչ կարող եք ասել։ Ճանաչողական այցերով մեկնում ենք մարզեր, հանդիպում ենք ժողովրդի հետ, ներկայացնում ենք մեր տեսակետները, մնացածը սպասում ենք մինչև ընդհանուր ընտրապայքարը կսկսվի եւ արդեն կսկսենք քարոզել, որ ընտրեն մեզ։ Հələ որ ներկայանում ենք եւ ծանոթանում ենք, հələ իրավունք էլ չունենք, հորդորենք, որ մեզ ընտրեն։ Տեսնենք, բավականին լուրջ դիրքավորում ունենք, մարդիկ թող համախմբվեն, կարծում եմ հնարավորություն կա, որ հրաշալի լինի ամեն ինչ։ Հրաշալի նշանակում է հաղթանակ, իսկ եթե մեր ուժը հաղթեց, Հայաստանի Հանրապետությունը աներկբայորեն հաղթած է լինելու եւ այդ իրողությունները, որոնք այսօր կան, չեն լինելու եւ 5 տարի հետո շրջաբերաբար այլ իրականության մեջ ենք ապրելու, որը մի քանի անգամ ավելի զորեղ Հայաստանի մասին է եւ ինքնիշխանությունը ամրապնդած Հայաստանի մասին է, քան այսօր։ Հաղթանակ, այսինքն իշխանություն վերցնել։ Իհարկե։ Պարոն Սիմոնյան, դա իրատեսական է։ Միանշանակ։ Երբ չունեք բավարար ֆինանսական ռեսուրս, մեդիա ռեսուրս, ել չեմ ասում այդ վարչական ռեսուրսի մասին։ Բա մեդիա ռեսուրս ձեր մոտ ինչ գործ ունենք։ Հերիք չի։ Դե եթե համեմատենք դաշտում եղած այլ ուժերի հետ։ Թող խոսեն, մարդիկ շատախոսությունը չեն ընդունում, դիպուկ խոսքն են ընդունում։ Ֆինանսը կարևոր է, բայց ֆինանսը վճռորոշ չէ։ Մենք կհաղթենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին զորավիգ լինի, կանգնի մեր կողքը։ Եվ մենք կլինենք առաջին եզակի դեպքը Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության ընթացքում, երբ ընտրությունների միջոցով իրականացավ իշխանափոխություն։ Իսկ եթե դա չի լինի, մեր պայքարը ամեն դեպքում կշարունակենք այն կարգավիճակով, որ ժողովուրդը մեզ կտեսնի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ես։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։